Բարերեգո սիրելի հերոստատիզոներ, Հայաստան աշխարհը իր հայրենի եւ աշխարհասփյուր ժողովրդով դժընթակ օրեր գաբրի եւ բեկչե թուլամորտ գտնվիլ ամերիկյան բանակը գարկախոս մունի որ շատ կսիրեմ ես when it gets rough when it gets tough, the tough gets going. Այսինքն, երբ որ ժամանակները խրթին գտարնան, անհաղթարելի գտարնան, ամբարդելիները զորաշարժի գանցնին։ Ուրեմն մեզի համար հարգավոր է, որ մեր աշխարհասփյուր ժողովուրդը ռազմագանացած մտքով մոտենա, որովհետև ինչպես որ շատերս գիտենք, ես քյուրարարություն պիտի չնեմ, այս երկրակունքը թուլամորտների մոլորակ չէ։ Այս մոլորակը հզոր մարդկանց համար է, լալկաններու դեղ չէ։ Իսկ եթե հարվածի տակ գտնվենք որպես ժողովուրդ, բեք չէ էմոցիոնալ ընդունենք։ Ջեներալ Մակարլին շատ լավ խոսք ունի, battleground losses գսե, եւ կանցնենք առաջ։ Այսինքն ռազմաթաշտում մեր գրած վնասները ըստացանք եւ կանցնենք առաջ, էմոցիոնալ բան չի գա։ Այնպես որ մեր ներքին եւ արտաքին թշնամիները այսօր առաջին անգամ ըլլալով պիտի օգտագործենք բառը, որ արժանի են, դահիճը։ Ուրեմն զոհը եւ դահիճը։ Զոհը, որբեսի դահիճին դաբալե, պետք է դահիճին զինանոցից օգտվի, կամ կրկնօրինակ է։ Սա ռազմագիտական ցև է։ Եթե դահիճը օրինակի համար քարեքինաբաշները եւ հին քողապետականները իր թիմած բոլոր քննադատություններուն իրենք իբրև թե ոչինչ չէ պատահել այս կյանքում, ամեն ինչ նորմալնի, չէ։ Իրենք աներես կսեվանա, չէ։ Մենք ակտիվիստները կսև մենք աներես կերպով ավելի նախալնի ցևով բայկարը կշարունակենք։ Հիմա իմ զրուցակիցին հայտնի հետազոտող լրագրող բարոն Ոսկամ Մխիթարյանին պիտի խնդրեի, որ իր վերջին օրերի զարգացումների մասին իր զեկուցումը եւ դեսությունները ներկայացնի։ Բարոն Չապարյան, շատ հստակ է, որ հայրենի իշխանությունը լուրջ հարցերով արժև կգանքնի, որովհետև եկեղեցին դժբախտաբար իր թեմ ելած է, քաղաքական ասպարեզ իջած է։ Այս բոլորին մեջ մենք ինչ պիտի ենք, սիրելիներ, պիտի գնանք անդարբեր, թե պիտի բարձրացնենք բոլոր այդ դժվարություններու մասին, որոնք մեզ կմղեն անպայման, որովհետեւ մենք մեր բաժինը բերենք, գացությունը ոչ միայն մեղմացնելու, գացությունը շտկելու։ Վերջերս Գիլիգիո գաթողիկոսության սահմանները ներս ասկային եկեղեցական ընդհանուր ժողովը դեղ ունեցավ, որում մեջ նաև գար քաղաքական մարմինը, եւ այդ ժողովեն փոխող հայտարարությունները քիչմը, ոչ թե քիչմը, շատ ընդվզեցուցիչ էին, որովհետև երբեք չեն համապատասխաներ ճշմարտության։ Ուրեմն առաջին գեդերեն մեկը, որ հայտարարվեցավ Գիլիգիո գաթողիկոսության գայքեչի վրա, եկեղեցի եւ իշխանություն հարաբերություններու մասին էր, եւ այդտեղ գսվի, որ երկու անչափ մարմիններ են եւ երբեք իրավունք չունի իշխանությունը միջամուխ լալու եկեղեցական հարցերու մեջ։ Արամ գաթողիկոսին գուզեմ հիշեցնել, որ ինչպես բադայեցավ, որ երկրի իշխանությունը 1999 թվականին ինքզինքը բարդատրեց եւ քարեքին երկրորդ կաթողիկոսը
այդ աթորին վրա բազմեցուց, երբ ինք Գիլիգիո Գաթողիկոսն էր։ Այդադեն արդյոք որևէ փողոք ներկայացուց հանրությանը ասելով որ սխալ է իշխանության գդարածը չգրնար միշամդել եւ չգրնար ինքզինքը բարտատրել անշուշտ ատկի առաջ նախընթացում ալգար որուն ագնարգեցինք դաղակալ Լևոն Տեր-Պետրոսյանի օրով երբ Կիլիկիո Քարեկին Սարգսյան Գաթողիկոսը արավ դարավ Հայաստան արավ ամենայն հայոց Գաթողիկոս փոլորին լրեցուց սպառնալով լադիգա թորքոն բادرիարք որ դեղաբաներ լադիգա բոլսո բادرիարքը հետևաբար անցնենք այս աժան հայդարարությունները մեզի դեղ չեն հասցներ այս ժողովեն փոխող նաև ուրիշ երևույթ մգավոր անպայման քննության գբարդի ենթարկվել ներգոմե կանոնական հարցերն են Արամ Գաթողիկոս գսե որ եկեղեցական կանոնական հարցերը եկեղեցականներու գվերապերի եւ հետեւաբար ժողովուրդը այս բարակայնի կանգնագե իշխանության կորց շունի այո արամբեապար բայց շմոնակ որ եկեղեցիի ներս նեխազություն կա եւ կանոնակրությունները երբեք չեն հարկվիր հետեւաբար ժողովուրդը որ ինքն է եկեղեցին իրավունք ունի ադիգագրնա իշխանության մեջ նախարար մալալ վարչապետ մալալ ասկային ժողովի անդամ մգրնալալ որոնք հայաստանյաց արաքելական եկեղեցու զավակներ են իրավունք ունին իրենց մտահոգությունները հայտնելու եւ բարձրացնելու այդ անաբագանությունները որոնք տեղի կունենան հայ եկեղեցու անտաստաններս հետեւաբար մի հայտարարեք որ այդ բոլորը եկեղեցականության կորցն է դուք ինչ կորց ունիք աշխարհականներդ այդ ուրիշ հարց որ մեր բոլոր ժողովներու մեծ մասը աշխարհականներ է կպականան անոր նաև իր արցականքը տվավ Աչաբահյան Գաթողիկոսը իր զարանցանքներով ինչ կորց ունիք դուք հայ եկեղեցու օրենքներուն հետ մենք ենք օրենքը եթե գուզենք ցեզի եկեղեցիալ չենք թողուր ինչ կորց ունիք դուք եկեղեցականը գուսակրոնը թե ոչ ասենք հիմար հայտարարություններ մինեք սիրելի սրբազաններ դուք ավելի կբզիկսնեք դուք ասես դուք բարեոխասության մասին մի խոսիկ մդերեք քաղաքական ասպարեզ 2020 թվականի բادرազմենի հետ կը անագգալ երբով երբ ցախողեցան նախկինները հարաբարակ ելլելեի հետ առաջ մղեցին եկեղեցին երբ դուք ինգակ այդ ծուղակի մեջ Պակրատ սրբազան փողոց ելավ փրկելու հայրենիքը գեշ շամ դվավ վարչապետին հեռանալու հետո մեկ ու գեշ շամ դվավ այս բոլորը իր օրդնություն ուներ Քարեկին Գաթողիկոսեն հետևաբար եւ որ դուք ասես չեք հարկեր եւ հայդարարություններ գնեք գամշտամսելու փողոցային մի զարմանակ եւ որ աշխարհականներ նույն ոճով ցեզի պատասխանեն հետևաբար այս թողոպողեն դուրս ելնելու համար դուք ինքնակնությանը ենթարկեցեք դուք ասես որտեղ եթե չենթարկեք ժողովուրդը բարդավոր է իր բադիվը փրկելու որտեղ եկեղեցին ինքն է Արամ Գաթողիկոս այս բոլորին հետ բարձրացան հբարդորեն իր հրեդորական տոնով գայդարերը մենք էցմիազդի գողքին ենք եւ ոչ կսենք այս բոլորին Արամ Գաթողիկոս դուք երբ էցմիազդի գողքին եղած եք ատկուզեմ իմանալ 60 տարի Գիլիգիո Գաթողիկոսությունը ղեկավարող մարմիններ հալածած են էցմիազինը հիմա ինչ պատահեցավ որ դեր կգտնիկ էցմիազին չհասկացանք
ժողովուրդն էլ զարմանքի մեջ է։ Գեղոսիկ միասնության մասին։ Մեկ է հայ եկեղեցին, այո, բոլորս կհավատանք մեկ է, բայց քորդական ցույց տուր, Արամ Գաթողոս, որ դու կհավատաս այդ միության, այսօր 33-ի վեր, 1933-ի վեր, դխրարչակ ըսպանութենեն Թուրյան Սրբազանին, 1957-ին աստին Ամերիկան երկու թեմ ունի։ Ինչ միասնության մասին խոսիկ։ Եթե իսկապես խորապես կհավատակ, միացուցեք թեմերը։ Ժողովուրդը չսե որ եկեղեցին կացին, չկա որ եկեղեցին, մեկ եկեղեցի կա, այդ եկեղեցու զավակներ ենք բոլորս, միասնության լոզունգ մի թափեք օդի մեջ, հրեդորապանութենեն իչեք կորզնագանի, որտև ժողովուրդը հոգնած է ծեր շրտնային ծառայություններեն, չմարնակն է այս արիտով հիշեցնեմ, կարեկին երկրորդ, դագավին այդ աթորը չփռնակրաված եւ այրարադյան թեմի առաջնորդն էր լրակրողին բացայդորեն մամուլի մեջ արտանակրված է չեր ջանշնար ոչ գիլիգյո գաթողոսությունը ոչ ալ գիլիգյո քահագալը հիմա ոտքի ելածեք զորակցություն գայտնեք մեկ որ ցեզի չջանշնար չեմ հասկնալ մարդիկ ինչ միս են ցեզի ինչ նգարակրի դեր մարդիկ եք որ ամեն օր հեղուկ փամը գահայդարարեք 2020 թվականին երգերը արհավիրքի մեջ էր բادرազ գործում ցած էինք որուն նախորյակին երգի վարչապետը ընդրված իր ժողովրդեն այցելած էր լիբանան եկավ գիլիգյո գաթողոսության ծեր աչը համբուրելու այդ ելույթի մեջ YouTube-ի վրա է գրնան մեզ լսողներ դիտել այդտեղ հայդարարեք լորդնաշուրթն եւ գկովերքեք վարչապետը Նիկոլ Փաշինյանին եւ գսեք բատմակեդ է քրող է Արաքել Թավրիժեցի գարտացող է եւ գթարնակ ամիջապես ծեր միապաններում գսեք դեսեք մեր վարչապետը դուք Արաքել Թավրիժեցի գարտացած եք այսքան նսեմացուցիկ ծեր միապանները որոնք շատ լավ գիտեն թե Արաքել Թավրիժեցին ով է հիմա այս փոլորեն յետքը եկավ 2020-ի դխրարչակ քաղաքական վիճակը ինչ պատահեցավ ոտքի ելա քարեկին երկրորդի հետ հայդարարեցիք եւ ուզեցիք վարչապետին հրաժարականը չհասկացան փոխանակ մխիթարելու որ երգիրը այդքան դակնաբի մեջ է փոխանակ սեր քարոզելու համերաշխություն քարոզելու փորձեցիք իշխանությունը դաբալել ինչ իրավունքով դուք որ միշտ կայդարարեք եկեղեցի եւ իշխանություն երկու դարբեր գազագերբություններ են entity-ներ են ծավալում իրավունք ունին իրարու միջա մխլալու դուք ինչպես դուք ցեզի իրավունք տվիք վարչապետին հրաժարական ուզելու ով թելատրեց ցեզի որ գազագերբությունը թելատրեց թելատրված էիք ըլլա դուք ըլլա քարեկին երկրորդ չգրցակ ժողովուրդը հասկանալ չգրցակ մեղմացնել ժողովրդին ցավը եւ փորձեցիք քաղաքական թաշտ մտնել եւ որ դուք քաղաքական թաշտ կմտնեք եւ ամեն ցեվի հայդարարություններ գնեք փողոցային ինչու գագնգալեք որ աշխարհականներ ըլանադոնք իշխանության մեջ գամ քովնդի նույն ցեվի վերապերմունք ունենան ցեզի դեմ չեմ խոսիր ծեր գուսագրոնության մասին այդ բոլորը Փեմինի հետևն են, այդ մասին չեն ուզեր խոսիլ։ Բայց եկեղեցին լուրջ հարց ունի, եկեղեցին վերագանքնումի գարիք ունի, փոխանակ վերագանքնումի մասին խոսելու, լորդնաշուրթն հայդարարություններ գնեք ընդեմ իշխանության, Արամ Գաթողոս այս է իշխանությունը, եթե կոչեք, հաջորդ անդրության համոզեցեք ծեր ժողովուրդը, այդ ժողովուրդը որ ցեզ գբահե
եկեղեցին համոզեցեք, որ ուրիշներ կան, որոնք ավելի լավ են, թերևս ավելի խնգարկ են եկեղեցին։ Բայց դուք ցեզի իրավունք մի դակ փողոց իջնելու եւ ձեր օրդնությունը դալու այլ եպիսկոպոսներու, արքեպիսկոպոսներու, որովհետեւ որքան կարելի է նսեմացնեք ներկա իշխանությունը։ Գարձեք չփավեր արդակին ուժերը, թե ինչ կնեն հայրենիքի թեմ։ Մեկ հատ հայրենիք ունենք։ Ինչպես պիտի փրկենք այդ պիտի լամեր բոլորին ցավը։ Այդ ուղղությամբ շատ բան ունի ընելիք եկեղեցին։ Դուք գացին արած կհարվածեք այդ փոքրիկ Հայաստանը, որ հազիվ ոտքի կանգնած է։ Գնայք ինչպես է 4 կողմը։ Համաշխարհային պատերազմին նույնիսկ վախեր կան։ Այս բոլորը մեկ կողմ թրածեք, ձեր հաշիվները լուծելով կսպաղեք։ Հետևաբար աժան հայտարարություններ մինեք, եթե կհավատաք իսկապես միության, միացեք, կորզական ցույց տվեք։ Եթե կհավատաք, որ դուք զորավիկ պետք է կանգնիք էջմիածին, ցույց տվեք կորզական, միասին նստեցեք, եպիսկոպոսական ժողով մրեք, որովհետեւ եկեղեցիեն ներս քոյտուն ունեցող դակնապներուն լուծում առաջարկեք։ Ասկայն եկեղեցական ժողով չի եղած Կարեկին Կաթողիկոսի 25 տարիներուն։ Արդյոք որևէ նվիրապետական աթոռներն մեկում մտքեն անցած է, որ վեհապար անպայման մենք եպիսկոպոսական ժողով պետք է ունենք, որովհետև եկեղեցին դժվարություններու արժև է։ Վերագանքնումի ինքնակնության պետք ունի։ Այս բոլորը մեկտի ցկացեք։ Եկերեք քաղաքական ասպարեզ, քաղաքական թաշտ, գսվարնակ ներկա իշխանության։ Այդքան եթե հրաբուրված եք քաղաքականությամբ, թողուցեք ձեր սքեմները, գուսակցությունը յազմագերբեցեք ընդեմ իշխանության, հաջորդ անդրության, եթե գրնակ, եկեք իշխանության։ Բայց փողոցային սևերով, այսպիսի դակնաբալի օրերուն, մի իջնեք հրաբարակ և մի բահանչեք իշխանության դաբալումը, որովհետև այս է մեր ունեցածը, փրկենք այս փոքրիկ Հայաստանը, հետո կմտածենք, թե ինչ կրնան գնել։ Չմոռնաք, եկեղեցին միշտ կսենք, կարևոր թեր ունեցածը, այո, անկախ է եկեղեցին, բայց նույնադեն եկեղեցին բարեական բարդավորություն ունի, զորավիկ կանգնելու իշխանության, ով գուզել այդ իշխանությունը, եւ ոչ թե պիտի համախմբվի դաբալելու իշխանությունը, որ ժողովրդի կողմէ ընդրված է։ Հոս է թերթերությունը եւ ձեր հրեդորապանութենեն հերու գեցեք այլևս։ Ժողովուրդը հոգնած է ձեր հրեդորապանութենեն, որովհետեւ խոսքեն օրը կորդի չեք անցած։ Ժամանակն է երկու կաթողիկոսներ խոսքեն կորդի անցեք եւ փրկեցեք հայաստանյաց առաքելական եկեղեցին, որովհետեւ հայաստանյաց առաքելական եկեղեցին ջահիջի մեջ է եւ պետք ունի ինքնամաքրման եւ անցանականմսի ինվերսիապանս այդ պիտի լա։ Եթե դուք չհավաքվիք եկեղեցին փրկելու, ցեզի կվստահեցնեմ, որ հարկ լուծեզորենս ժողովուրդը ինքը դեր պիտի կանգնի իր եկեղեցվո եւ պիտի կա խորներան հայ եկեղեցին մաքրելու։ Ինչ սևով ժամանակը ցույց կտա։ Պիտի չզարմանամ, որ Վարոն Ոսկամ Ղեթարյանին նկարագրած այն հոյագապ բորդկումի, համասկային բորդկումի պատկերը գրեթե ամենտեղ գրկնվի։ Եվ հիմա արդեն իբադի մեր ժողովուրդ արդեն լավապես իրազեկված է, որ շատ հանգիստ կերպով մենք իրար աչքի մեջ նայելով հստակ կերպով ասել, որ մեծ ընտանիք Գիլեգիո կաթողիկոսությունը բռնազավթված է ռսաստրուկ եւ օդար երկրյա ծառայությունների կորզակալ տաշնակցական իրենց ղեկավար classify-նող Bojra Cords
սդախոս, թալանչի, ինչ միկրոբ կան է գրնակ թնել իրենց վրա, մեմնալ, իբրև թե իրենք սոցիալիստ են, հանկարծ փեմեվի վրա գտեսնենք, որ իրենց դապադը մի քիչ վեր կբարձրացնեն, որ քուլբան երևա, որ իրենք փամվորական մարդիկ են, ամենամեծ սդախոսներն են, ամենամեծ գեղձավորներն են, եւ պիտի չզարմանամ, որ արան վեապարը ներքուստ արդյունք կթափե, պիտի չզարմանամ, օրը որ բացահայտվի, պիտի չզարմանամ, որովհետեւ ես արան վեապարին լավ օրերուն եւ որ այս սրիգայությունները չէին բայթած եւ աս զայրասջան թավաջանական սորոսական ռուսաստրուգ KGB-ական տաշնակցականները որ ճուրին երես չէին ելած լավ օրերուն լավ հայրաբեդեր հիմա էլ գխորին որ որոշ չափով բայց ինչ է ես իր պաշտպան փաստաբանը պիտի չլամ ինքը ոչ իմ մորակրոջս կամ հորակրոջս դղան է ես կհետևիմ մեր ասկի քերակույն շահերու պաշտպանության սկզբունքով ուրեմն մեծնդանին գիլիգիո կաթողիկությունը հիմա կարող ենք արդեն պաշտոնավես հրճակել սովետ բոլշևիկյան կաթողիկություն իսկ ամենացավալին ամենամեծ ցավը մայր աթոր Սուրբ Էջմիածինը դակավին կշարունակի մնալ բոլշևիկյան սովետ ամենան հայոց կաթողիկություն գիտենք որ անալ կգարավարվի ռուսաստրուկ հին քողապետական Ղարաբաղյան մաֆիայի գոմե որուն եւ մաս կգազմի Քարեկին երկրորդը բայց նայեցեք սիրելիներ մի ասեք որ ինչու հետազոտող լրագրող Ապո Չապարյանը գխոսի նաեւ Լոս Անջելեսի մեջ դեղագայված նույն մաֆիայի գծորդներու մասին պետք է խոսենք մենք պետք է խոսենք որովհետեւ մենք պետք է ֆեդերալ մտածելակերպով մոդենանք չենք կարող ասել միան մայրաթորի մասին խոսենք Լոս Անջելեսի մեջ եղած մաֆիոզի դարերը հանկիստոյ չէ անակ բան չի կրնարալ ամենը պետք է բացահայտվին ուրեմն Լոս Անջելեսի մեջ ես ասկեց առաջ իմ հոդվածներու շարքի մեջը բացահայտող հոդվածներու շարքի մեջը I have positively identified ես հստակ երբ ինքնությունը նշած էի Հովնան Դերդերյան Չարքեպիսկոպոսը մաֆիայի մաս կգազմե ասեմ թե ինչու Հովնան Չարքեպիսկոպոս Դերդերյանը նույն այդ մաֆիայի մաս կազմող անբաժան մեկ մասնիկը Արա Աբրահամյանի բադի մոդիկ ընկերները եւ Հովնան Չարքեպիսկոպոս Դերդերյանը կամպեյնինգ ըրավ Արեմեդյան թեմաններս մի քանի տարի առաջ Լուսանգարը պիտի ցույց տամ ցեզի ուագի ես այդ մասին հստակ քրած էի եւ այն ժամանակը ես շատ լավ բարեկամական հարաբերություններ գխորեի որ գզարկացնեի թեմագալ առաջնորդ Դերդերյանի հետ բայց բանից դուրս եկավ որ սրիգաներուն սրիգան է եւ թավաջաններուն թավաջանն է ինչպես որ Սամվել Ղարաբեդյան դաշի Սամոն 30 միլիոն դոլար Թրամփ դվավ փողերու լվացման համար եւ իր լուսանգարը Գդրիչ Ներսեսյանը Թրավ մայրաթոր Սուրբ Էջմիածնի այդ Սուրբ սրբագյաց հողի վրա գանկնած վեհարանի մեջը Հիսուս Քրիստոսի նկարինքով ասկեց ավելի մեծ սրբաբուծություն ուրդեղ կարելի է բայց գիտեք ինչ Քարեկին Բ Գդրիչ Ներսեսյանեն ամեն ինչ կարելի է ակնկալել որ Քարեկին Բ-ի Գդրիչ Ներսեսյանի արունագից եղբայրը որ նույնքան գեղդոդի մեկն է մանգաբիզի մեկն է Արժանտինայեն որփացած 13-14 տարեկան բադանին որ ծնողքը գործունեած էր ինքնաշարժի արգազի պատճառով իր ամիջական մոդիկները իր մեջը հոգևոր ծառայության գոչում տեսնելով մայրաթոր Սուրբ Էջմիածին գրգազին երեխային որ այնտեղը
վարդապետություն ապեղալա եւ խորանա հոգեվոր ծառայության մեջը եւ այնտեղը բազմաթիվ վկաներ կան եզրաս կոչեցյալը եզրաս հիմա վերաթարնանք Դաշիր Սամոին Դաշիր Սամոն ռզասրուկ օլիգարխ մնե արդյոք դուք նույն անձնավորությունն եք բարոն Դաշիր Սամո որ 22 թվին եւ որ Արցախը բլոկադայի դագեր դուք արդյոք նույն այդ էլեկտրացանցերու ղեկավարն եք կամ փայադերն եք եւ սկսակ այդ էլեկտրացանցերը ցածբերը դուք եք եթե դուք չեք գուզեի որ կոմենտի դագը կրեին հերոսատիտորները որովհետեւ իմ եւ մյուս հայրենագիստերուն հիշողությունը թարմանա իսկ ինչ կվերապերի Դաշիր Սամոին ըստորիններու ըստորին 30 միլիոն դոլարի այդ նվիրատությունը այդ 30 միլիոն դոլարը ոչ միայն ինքը դված է Գդրիչ Ներսեսյանին այլ Գդրիչ Ներսեսյանին օժդած է Սանտադարական այո Սանտադարական իր սատանայական ծրագիրներ իրականացնելու համար հայ ժողովրդին թեմ այսինքն գրտնաբադիկ, երաբադիկ, քարաբադիկ ոչ թե աբասկային, հակասկային զենքի վերածված է այդ գումարը։ Ինչու այդ 30 միլիոն դոլարը 44 օրյայի ժամանակ, 2016-ի քարորյայի ժամանակ եւ ընդհանրապես Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանակցին երկարած այդ ներխուժումները կամ ասենք բոդոնցկությունները բաքսեցնելու համար ինչու բարոն Դաշիր Սամոն չփարեհաջեցավ հայ զինվորին եւս մեկ փամփուշտով օժդել Ինչ է ձեր պատասխանը բարոն Սամո ինչպիսի արդարացում ունիք դուք եւ ձեր նմանները հրամեցեք արդարացեք եթե գուզեք ձեր խոսքը ասել մենք սիրով գլսենք բայց ասելիք չունիք դուք արդեն այդ թավաճանական ցանցին անկագդելի անբաժան մեկ մասնիկն եք արդեն դուք բոլոր բարեական իրավունքները գործընծուցած եք ինքնարդարացումի իշարս Արա Աբրամյանին իշարս Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին Սաշիգին ադալսեմ Գիշեք ծեր լավակույն ընկեր Գդրիչ Ներսեսյանի զարմիգը մի քանի արիթներով ադրջանագով եկեղեցիկ ասացի տրամաշորթության համար գրնակ պատկերացնել լուրչունիք անշուշտ է լուրունիք որտեղ դուք ալ մեղսագից եք դուք այդ համագարքի մաս կգազմեք դուք այդ նույն համագարքի մաս կգազմեք որ թեմ է այն ամեն ինչին որ հայկական է թեմ է հայկական պետության թեմ է հայաստանյաց արաքելական սուրբ եկեղեցվո թեմ է ասկային քաղաքապարախոսության որովհետև ծեր շրջանագի մեջը նորմալնի գսեք ասկային քաղաքապարախոսությունը սուտ կատեգորիա է դուք եք սուտ կատեգորիան դուք վրիբած կատեգորիա եք ռադներդ քաշեք վադակույն թերքում դուք ցեզի դնային գալանքի դակ թրեք ապա թե ոչ Հայաստան աշխարհը ազատ թողեք, հանգիստ թողեք։ Հիմա վերադառնանք մեկ այլ թեմային։ Դուք գիտեք, չէ, եզրաս, ինչպես Մոսկվայի մեջ, ոնց որ այդ Արժանտինայի անպաշտպան ձնողազուր երեխային բղձեց, այս անգամ հասակագից դղամարդկանց հետ է քնում, չէ, գիտեք, չէ, Եվ այսպիսի մարդուն դուք կբահեք Հայաստանյաց արաքելական եկեղեցու Նովորասիա, Նովոնախիչևան ուրեմն որպես թեմակալ առաջնորդ չեք ամշնար դուք եթե այդքան անհավատ եք եւ եթե այդքան ոչ մեկ աղերս չունիք ապա ուրեմն հանգիստ թողեք եղբայր սիկտինիդ քաշեք այո սիկտինիդ քաշեք որպես աշխարհական ցեզ հետ խոսիմ Եվ լավ իմացեք, եթե KGB-ն եւ հետակային FSB-ն ըսպիրքի գարույցները վնասազերծեց Չագերդյալ եւ
ղեկավարներուն ինչ որ մի գերբ քնեց կամ շանտաժի ճանապարհով լրեցուց կամ կորցակալ դարձուց ես ցեզի կվստահեցնեմ ըսպիրքի մեջը լայն ծեր երևակայեն ավելի լայն շրջանակներ կան 88 տարեկան այո 88 տարեկան որ պատրաստ են ամեն ինչի գնալու պաշտպանելու իրենց ինքնությունը ազգային արժանապատվությունը հայկական պետականության ինքնիշխանությունը անկախությունը պաշտպանությունը ժողովրդավարությունը այո պատրաստ են եւ հանգած չփորձվիկ նույնիսկ թույզն անգամ գասկած ունենալու ադոր վրա ես հբարդ եմ որ եւ Հայաստանեն ներս եւ արտերկրի մեջ մենք ունենք արդեն ոսկյա սերուն եւ այդ ծեր 30 միլիոն դոլարներով չեք կարող թփրդալ խորելով որ դուք ամեն ինչի ընդունակ եք եւ այդ բոլոր թալանները որ դուք իրակորձած եք հայոց փանակը թալանած եք հայոց պաշտպանության բյուջեն գողոպտած եք եւ ամեն գերբ գործեք ծեր թալանը բահելու համար նախարարությունները ներս բահել ծեր ստրուկները ծեզի ենթակաները եւ ես շատ լուրջ մտահոգություն եմ այս մասին պետք է որ հայկական պետականությունը ղեկավարող այսօրվան պետական պաշտոնատարները շատ լուրջ կերպով հետևին ոչ միայն հետևին այլ վերահսկեն որովհետև որևէ ժամանակ եւս մեկ հոկտեմբեր 27-ը գրնան փորձել իրականացնել ինչպես որ բարոն Մխիթարյանը քչերած նշեց այս մարտիկը ընդունակ են ամեն ինչի